Առողջապահական համակարգում լարվածությունը չի նվազում։ Բուժաշխատողները ահազանգում են, աշխատածավալը կտրուկ աճել է, բայց վարձատրությունը նվազել։ Առողջության համընդհանուր ապահովագրության գործարկումից հետո այս ամիս բժիշկների մեծ մասը ստացել է 2-ից 3 անգամ պակաս աշխատավարձ, որոշ բուժհաստատություններում նաև ուշացումով։ Մասնավոր բժշկական կազմակերպությունում աշխատող բժիշկը տարակուսում է, թե ինչպես են պետական հիմնարկների որոշ նեղ մասնագետներ ընդունելի համարում կրկնապատկված ծանրաբեռնվածությունը։ Ի սկզբանե փոխանցվող գումարը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Դուք պատկերացրեք 15-20 հազար խորհրդատվությունը, Երևան քաղաքում փոխանցվում է 3000 դրամ կամ 6000 դրամ։ Ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Կարինե Աղալարյանը շեշտում է. խնդիրը ապահովագրության գաղափարը չէ, այլ դրա կազմակերպումը։ Բողոքը նրա դեմ է, որ մեր ձայնը լսելի լինի, բժիշկների ձայնը լսելի լինի ու արվի որոշակի ուղումներ, փոփոխություններ։ Նրա խոսքով անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի հնարավոր է նույն պայմաններում սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների առանց որակի անկման։ Այսպես են իրենք մեկնաբանում, օրեկան նայում ենք 20-30 բուժառու, ստանում էինք 80,000 դրամ, 100,000 դրամ, հիմա կսպասարկենք 50, կստանանք 200,000 դրամ։ Այս մտածելակերպը ես չեմ կարողանում հասկանամ, ես էլի եմ ասում, մեզ պետք չի, որ քանակի հաշվին մենք որակ կորցնենք։ Մասնագետները պնդում են, սահմանված սակագները չեն արտացոլում իրական ծախսերը եւ հաճախ ձևավորվում են առանց ոլորտի հետ լայն քննարկումների։ Ավելին, նույն սակագնով ֆինանսավորվում են տարբեր բարդության եւ ռիսկայնության բժշկական միջամտություններ։ Նման առանց քննարկման, բուժաշխատողի աշխատավարձը 10 անգամ իջացնելով, պացիենտին իր օրինական իրավունքից զրկելով, մենք պետք է արձանագրենք, թե Եվրոպայի խորհուրդը ինչ արձագանք է տալիս։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը անհրաժեշտ է համարում խորհրդարանական լսումները համակարգային այս խնդիրը քննարկելու համար։ Բուժաշխատողների արժանապատիվ աշխատավարձը եւ աշխատանքային գործունեությունը ապահովի։ Իսկ երեք խնդիրները պետք է կարողանան ապահովել եւ դրա համար կարծում եմ բավականին լուրջ ճանապարհ պետք է անցնեն։ Այլապես սպասվում է պարզապես դադարեցում եւ նորից այսպես սկսում։ Բուժաշխատողները պատրաստվում են նամակով դիմել նաև համաշխարհային բանկին, պարզելու, թե ինչպես է ծախսվում տրամադրված $110 միլիոն վարկը, որը նախատեսված է համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում ծրագրի իրականացման համար։ Բժիշկ Գևորգ Գրիգորյանի խոսքով փոխհատուցումների համակարգում բժշկին բաժին հասնող տոկոսը շարունակում է մնալ չնչին։ Գործողությունների հերթականությունը պետք է գնա ոչ թե միայն դեստրուկտիվ եղանակով, այլ պետք է փորձենք շտկել։ Եթե շտկելը չի անցնում, եթե որոշում ընդունող մարդիկ ունակ չեն լսել, այդ պարագայում կամաց ամեն հաջորդ քայլով էլ ավելի, այսպես ասած, սրվելու է պայքարի ուղղությունը։ Բուժաշխատողները պատրաստում են առաջարկների փաթեթ, ներառյալ աշխատավարձերի ձևավորման նոր մոտեցումներ։ Եթե առողջապահության նախարարությունը չարձագանքի, նրանք չեն բացառում կտրուկ քայլերը, ընդհուպ գործադուլ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։